ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առաջին գործող ամերիկացի փոխնախագահն է, որը վերջերս այցելել է Հայաստան։ Վենսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են միջուկային էներգետիկայի եւ ռազմական տեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ, ինչպես նաեւ խոսել են խաղաղության գործընթացի եւ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի մասին։ Դրա որոշ դրվագներ նաեւ հակասական գնահատականների տեղիք է տվել։ Օրինակ Հայոց ցեղասպանության հիշատակի մասին գրառման ջնջումը Վենսի կողմից։ Armenia Today հարցում է իրականացրել մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել. Հայաստանը անվտանգության առումով պետք է ավելի շատ Ամերիկայի, թե Ռուսաստանի վրա հենվի, ինչպես նաև Ամերիկայից զենք գնելը արդյոք կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Պետք է հերվի իր ամենաուժեղ ռեսուրսի այդ քաղաքացու վրա։ Ուժեղ պետություն կառուցելու համար համախմբված հասարակությունը պետք, որ այս պահին մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում իրականությունը այլ է ներկայացնել ուրիշ ձև է։ Իհարկե իր ռեսուրսը իր մարդն է, քաղաքացին է։ Իսկ թվում է Ռուսաստանի, չգիտեմ, երկուսին էլ կարելի է, բայց եթե ընտրություն լինի, պետք է հաշվի առնել, որ անմիջապես ավելի մոտ Ռուսաստան է եւ չգիտեմ։ Ամերիկայից զենք գնելը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Ցանկացած զենք, ցանկացած տեղից գնել իհարկե գովելի է, անվտանգությունը ամեն դեպքում պահպանել պետք է։ Իհարկե։ Ոչ նրա։ Ինչու՞։ Որովհետև ինքնիշխան պիտի լինի։ Մեզ մոտ ավելի շատ ռուսներն են, քան թե ամերիկան։ Ամերիկան միջև գահացի ստեղ արդեն բան չի մնա տակը։ Երկուսն էլ թող լինի։ Թող թշնամի չլինի ոչ մի երկիր։ Երևի Ամերիկայի Ռուսաստանը արդեն իրար ցույց տվեց։ Ռոսիա։ Ռուսաստանի։ Ամերիկայի։ Ռուսաստան։ Երևի Ռուսաստանի։ Ամերիկայի, մեկը Եվրոպայի։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ոչ մեկի։ Ոնց գտնում են ճիշտ է ունեցել վարվել։ Իսկ ձեզ չեմ կարող ասել։ Ամերիկա։ Չեմ կարող ասեմ, դժվար հարց եք տալիս։ Պետք է իրա վրա դրի, ոչ մեկի վրա։ Ասենք ոնց կարանք մենք ուսի վրա հույս դնենք, եթե մենք պատրաստ ենք ինչ-որ մի բանի վրա։ Պետք է մենք մեզ հույս տանք, մենք մեր վրա հույս դնենք, մեր ուժերով, մեր ամեն ինչով։ Այդքան բան կարամ ասեմ։ Մեկը ով էլ գա նույնն է եղնելու։ Դու լրագրողություն ես անելու, ես աշխատելու եմ, իրանք լապելու են։ Կարճ կոնկրետ։ Ես Ամերիկայից ճիշտ ասած այդպես լավ բաներ չեմ ասում։ Ամերիկան, իսրայելականը, թուրքականը, արտոնային չեմ կարծում, որ Ամերիկան ինչ-որ սրտացավ վերաբերություն կտա Հայաստանի Հանրապետության իրենց շահնագործում Հայաստան, Իրանի հետ կապված։ Իսկ Ամերիկայից զենք գնելը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Եթե նորմալ զենքեր տան, դա էլ չեմ կարծում, որ իրանք մեզ են զենքերը կտան, որը որ մեզ համար օգտակար կլինի։ Ռուսաստանի առազները տենան, Ղարաբաղ տվին, այսքան բաներ նարին, այսքան կոտորածը լավ նրանց երեսից։ Հիմա այսօր օրը Ռուսաստանին դավերի անես։ Ինչե հիմի պայք ուղարկելա պայքարում են, որ միանա Ռուսաստանին։ Ինչի համար, որ Հայաստան չմնա։ Իսկ Ամերիկայից զենք գնելը կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Պարզ չի, որ կուժեղացնի։ Բացի ուժեղացնել արդեն կա, որ չեն հարձակվի Հայաստանի վրա։ Գերադասել եմ միշտ Ռուսաստանին, չգիտեմ, որովհետև հարազատությունս նախ մեծամասնությունը այնտեղ է, հետո էլ դարերի որ միշտ օգնության հասել է Ռուսաստանը եւ ոչ թե Ամերիկան։ Ես չգիտեմ այդքան բան։ Ինչ ասեմ, բայց այս իշխանության վրա ես հույս չեմ դրել։ Ավելի լավ է Ռուսաստան։ Դե Ռուսաստանի գնամ ենք, գալիս ենք ճամփեկը, սաղ բաց, մաց, ավելի մեզի ձեռը տալի Ռուսաստանի բանով, որ Ռուսաստանի լինի, ազիժան։ Իսկ Ամերիկայից զենք գնելը։ Դե այդի չեմ անում, ազիժան, այդի չենք իմանում մենք։ Ամերիկայը, Ռուսաստանը արդեն ցույց տվեց իր երեսը, ով է ինչա։ Ինչքան հեռու Ռուսաստանից, այդքան ճիշտ է։ Ամերիկայից զենք ձեռք բերելը Հայաստանի անվտանգությունը կուժեղացնի։ Երևի, ինձ թվում է ղեկավարությունը պետք է դրա մասին ավելի ճիշտ իմանա։
Ես նորից ասում եմ, ինչքան հեռու Ռուսաստանից, այդքան լավ Հայաստանի համար։ Մենք մեր վրա։ Բայց Ամերիկայից Սուբյեկտիվ զենք բարձր։ են գնել։ Դա ուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Չեմ կարող ասել։ Կաներեք, բայց չեմ կարող ասել։ Մենք մեր վրա մեր հույսը ոչը դնենք, ուրիշ ոչ մեկի վրա չեն կարող դնել։ Ես տենց ասեմ, Բայց միայն մեր վրա հույսը դնելով կարող է Հայաստանը։ իհարկե, բա մենք հզոր ենք։ Եթե մենք դառնում ենք բռունցք, ուրեմն հզոր ենք, չէ՞։ Ես տենց գիտեմ։ Ռուսաստան։ Ինչու՞։ Թե որտեղ Ռուսաստան ավելի անվտանգ չի։ Իսկ Ամերիկայից զենք գնելը ուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Իմ կարծիքով, եթե բան է կանում կամ Ռուսաստանը կամ Ամերիկայից, նախընտրեմ Ռուսաստանը։ Ամենադեպս տարածաշրջանն ավելի Ռուսաստանն է։ Դե կարող զենքով բան Ամերիկան ուժեղ է, բայց ռուսական զորքեր ասի։ Բան ավելի իրացին։ Սեփական ուժերի վրա առաջ է արդեն։ Ունի Հայաստանը սեփական ուժեր։ Ներուժ ունի, մնում է ներուժը օգտագործի։ Կարծել եմ, որ Ամերիկայի։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանը մեզի predal, այդպես ասենք։ Ինձ համա Ամերիկայի։ Իսկ Ամերիկայից զենք գնելը ուժեղացնի Հայաստանի Այո, անվտանգությունը։ որովհետև լրիվ նոր զենքեր են, նոր բաներ են, որը ոչ ոք չունի, լավ կլինի, որ Հայաստանը դա ունենա։ Հայաստանը դրա վրա հենվի։ Ամենաճիշտը։ Իսկ Ամերիկայից զենք գնելը ուժեղացնի Հայաստանի անվտանգությունը։ Չեմ կարծում։ Որովհետև պետք չի կատարածել ռուսական արջին։ Ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։ Իր վրա։ Ես դեռ եմ մտածում։ Ոչ ոքի վրա պետք չի հույս դնես։ Ինքդ պետք է զբաղվես քո անվտանգությամբ, տնտեսական աճով, ինքդ քեզ վրա։ Անվտանգության մասին չեմ կարող ասեմ, Ռուսաստանին ես ինչ-որտեղ համակրում եմ, բայց անվտանգությունը դա վիճելի է։ Վիճելի է, դա չեմ կարող ասել։ Իհարկե Ռուսաստանը։ Իրանց հետ ենք։ Ես էլ ընդեղի ֆուտբոլիստ եմ եղել, կամ մերն է, որովհետև Ամերիկան իր տեղն ունի, մեր հետ ով լավ լինի, մենք հետ ենք, հայ ենք։